Բարև Տիկին Վարդապետյան։ Բարև ձեզ։ Շնորհավոր մի ամսակը սկսել է սիրում եք ծաղիկներ։ Շնորհակալ եմ շատ։ Ճանապարհին հասկացա ես ու ընդհանրապես կահավորանքից ծաղկաշատ է մի քիչ ձեր շուրջը։ Մենք աշխատում ենք ամեն ինչում էսթետիկ լինել։ Օ, դատախազությունում։ Այս որ ձեզ չխանգարի Բնավ, այստեղ դնենք։ Սա իմ տեսած top 1 աշխատասենյակն է մեծությամբ։ Ինչ չէ դա կապված։ Չեմ կարող ասել, որովհետև աշխատասենյակը ինձ մնացել է ժառանգություն, բայց աշխատասենյակի գույները, կահավորանքը, ամեն ինչը արդեն իմ մասին է պատմում։ Դուք եք փոխել եք։ Այո, ես եմ կահավորել, երբ նոր ստանձնել էի պաշտոնը, որովհետև օրվա 12-13 ժամը այստեղ եմ անցկացնում, ուստի պետք է մաքսիմալ ինձ բնորոշ միջավայր լինի։ Իսկ դուք եք կահավորել, այսինքն ինչ որ մասնագետ հետ խորհրդակցել եք գույները ամենը, թե հենց դուք ինքնուրույն։ Հա, ունեք ձիրք։ Ունեմ հոբբի, դիզայներական չէ, նկարչությամբ եմ զբաղվել մինչև 15 տարեկան եւ որոշակի հատկանիշներ մնացել է։ Շատ է դա։ Որը օգնում է։ Լավ, դա էլ ուրեմն կհասկանանք, այս մեծ տարածքում որտեղ կառաջարկեք։ Ես կառաջարկեմ նստել այս անկյունում, որովհետեւ սա երևի ամենակիչ օգտագործված, բայց իմ ամենասիրելի հատվածներից մեկն է։ Ես հիմնականում այստեղից աշխատում եմ, այնպես որ այստեղ ավելի անկաշկանդ կզրուցենք։ Ու դուք էլ եք այս հատվածի դիզայնի հեղինակը, հասկացա, շատ լավ։ Այո։ Աշխատել եմ այնպես անել, մհեր որ աշխատասենյակը մաքսիմալ պատմի իմ մասին, այն մարդկանց, ովքեր որ գալիս են ինձ հետ հանդիպման։ Ինչ է պատմում ձեր մասին այս աշխատասենյակը։ Առաջին հերթին գունային համադրությունը, երկնագույնը, կապույտի բոլոր երանգները, միշտ անկախ նրանից, որ հիմա մեր համազգեստը մուգ կապույտ է, միշտ եղել է իմ գույնը։ Ես իմ զգեստապահարանի մեծ մասը սև կապույտ, հիմա վերջերս նաև բաց շագանակագույն եւ դրա բոլոր երանգները կրող զգեստեր են հիմնականում։ Երկնագույնը ինձ հետ ասոցացվում է հանգստության, հավասարակշռվածության եւ ցանկացած բան, որ կապույտ է, անսահման է։ Երկինքը, օվկիանոսը, գետերն են հոսում, այսինքն գույնը պատմում է նրա մասին, որ այդ գույնի կրողը փոփոխությունների կողմնակից է։ Լավ, հաշվի կառնենք, այս նաև այն մարդիկ, ովքեր ստեղ եկել են, բայց չեն կարդացել այդ մեսեջը, հիմա պարզ է ավելի։ Ենթադրում եմ արդեն աշխատասենյակը որոշակի ասոցիացիաներ ունի, որովհետև առաջին օրվանից եմ աշխատասենյակի գույները փոխել, եւ այստեղ եկող մարդիկ շատ չեն, հիմնականում մարդիկ են, որոնք անմիջականորեն աշխատում են ինձ հետ, իմ ենթակա դատախազներն են։ Եվ կարծում եմ արդեն ենթագիտակցաբար իրենց մոտ այդ ասոցիացիան կա։ Կապված, եթե այդքան ուշադրություն դարձրել եք գույներին եւ ամեն ինչ փոխել եք, ինձ թվում է պատահական չի նաեւ այս, որ ձեր սեղանին է, այնտեղ ձեր աշխատասեղանին վիշապը հաստատ պատահական չի, կասեք, ինչ է դա կապված։ Ես վստահ եմ բոլոր աղջիկները Մուլանի մասին պատմող լեգենդը գիտեն, եւ այստեղ եւ իմ սեղանի վրա մուշունը, փոքրիկ վիշապը, որը ուղեկցում էր Մուլանին։ Ինչ խորհուրդ ուներ վիշապը իր մեջ։ Մուլանի նախնիները ուղարկել էին, որպեսզի աղջիկը մենակ չգնար պատերազմ, եթե հիշում եք լեգենդը, եւ այդպես ստացվեց, որ կյանքի ինչ որ հատվածում այս փոքրիկ վիշապը տարբեր դիպվածներով հայտնվեց իմ կյանքում, այս փոքրիկ շաքարամանը եւ արձանիկը, որն իմ սեղանին է դրված, էլի առաջին օրվանից ինձ հետ եկել են այս աշխատասենյակ։ Սկզբից ավելի շատ, որ ես ինձ մենակ չզգամ, հետո դարձան արդեն իմ ինտերիերի որոշիչ մաս։ Եթե նկատեք, այստեղ գույներն են համադրված կապույտի եւ շագանակագույնի երանգների հետ, համարյա նույնն են, հատուկ ընտրված չեն, երկուսն էլ շատ պատահական են գնվել տարբեր անպետք իրերի շուկաներից, այսպես ասեմ։ Իսկ դուք ձեզ ասոցացնում եք Մուլանի հետ։ Չէ, Մուլանի հետ չեմ ասոցացնում, բայց մուշուն ինձ համար փոքրիկ հենակետ է, երբ ես մտածում եմ, որ գուցե ինչ որ մի արարածել նախնիները իմ հետևից են ուղարկել, որ ես շատ լուրջ չվնասվեմ։ Չեմ կարծում դա մուշուն է, որովհետև մեր առասպելների եւ լեգենդների մեջ վիշապ չկա, ես կարծում եմ դա այլ մի կենդանի է, բայց մուշուն ինձ համար այդ նախնիների կողմից քեզ ուղարկված անտեսանելի օգնության մարմնացումն է։ Կապված հայաստի կանայք գիտեն Մուլանով է, ինչի շեշտեցիք այդ բա, որովհետև ես գիտեմ դուք ճակերտավոր շատ եք սիրում, երբ ձեզ հարցնում են կին տղամարդ, կին պաշտոնյա, տղամարդ պաշտոնյա, ձեր մոտ մի քիչ sense նյարդայնություն է սկսում այդ հարցը հետ կապված, բայց հիմա դուք շեշտեցիք, որ կանայք գիտեն Մուլանի մասին, ինչի է դա հենց առանձնահատուկ պիտի կանայք իմանան։ Որովհետև երբ 2020 թվականին վերաթողարկվեց ֆիլմը, Դե բնականաբար ես առաջիններից մեկն էի, որ գնացի կինոթատրոն նայելու, եւ դրանից հետո մի քանի անգամ եմ գնացել, դահլիճում հիմնականում կանայք էին։
Եվ ինձ մոտ տպավորություն էր հետագայում նաև իմ անձնական շփումներում, որ ավելի հին մուլտֆիլմը, որը հետաքրքիր չի, երևի գունավոր չի, հիմա չեն նայում երեխաները շատ, բայց ֆիլմը, որը 2020 թվականին թողարկվեց, ավելի շատ աղջիկների համար էր։ Ենթադրում եմ նաև ֆիլմը ստեղծողներն էլ էին ֆեմինիստական շեշտադրումներ արել դրանում, որովհետև կարծում եմ մի քիչ էլ հեռացել էին չինական լեգենդներից, բայց իրականում այդ կինը գոյություն ունեցել է չինական պատմության մեջ եւ եղել էր մինչեւ իր կյանքի ավարտը կայսեր խորհրդականը արդեն մյուս բոլոր հարցերում ոչ միայն ռազմական դա կարծում եմ եւ շեշտադրումն է որ կանայք են ավելի շատ նայում եւ ընդհանուր առմամբ նաեւ ուղղվածությունը ֆիլմի որովհետեւ մի աղջկա պատմություն է Իհարկե վերջերս ես շատ ուրախությամբ ինձ համար հայտնաբերեցի, որ շատ երիտասարդ տղամարդիկ կանանց աղջիկների հավասարության մասին ավելի լոյալ կարծիք ունեն, քան այն միջավայրը, որում ես մեծացել եմ 30 տարի առաջ, բայց դեռևս շարունակում են աղջիկները դոմինանտ մնալ, այսպես պատմությունների որպես սիրահար, որպես հետևորդ, որպես կարդացող։ Ինչ որ մի պահի դա հավասարվելու է, բայց այս պահին դեռևս կանայք են։ Ու ճիշտ է, ես այդ թեման չեմ սիրում, շատ չեմ սիրում։ Բոլոր հարցազրույցներում ասած կարմիր ցելով գնում։ Եվ ես չեմ սիրում, գիտեք ինչու, կարող եմ նորից կրկնել, չեմ հոգնի։ Դա արժե զրկում է այն ամեն ինչի, ինչ որ ես արել եմ։ Որովհետև դու կարող ես անսահման շատ ջանք դնել ու վերջում քեզ ասել, այ դու ընտրվեցիր, որովհետև կանայք ունեն քվոտա։ Ամբողջ իմ ուղին մասնագիտական դա պայքարը ապացուցելու, որ դուք սխալ եք նայում իմ սեռին, ես որպես պրոֆեսիոնալ սեռ չունեմ, ու դա հաջողություն կլինի, եթե մենք դրան հասնենք։ Բայց ես մի բան եմ նկատել այդ թեմայի շուրջ, եթե սխալ եմ նկատել, հիմա ինձ ուղեք, ամենտեղ երևում է, որ դուք չեք սիրում այդ թեման, երբ սկսում են հարցնել, բայց երբ դες ասում են դուք խելացի կին եք, երբ այդ արտահայտությունը հնչում է, դուք կան հանգիստ եք վերաբերվում, բայց ինձ համար մեկ-մեկ որ խորանում եմ այդ արտահայտության վրա, ինքն էլ է մի քիչ խտրական, որովհետև ինչ է առանձնահատուկ շեշտվում, երբ կինը խելացի է, այսինքն ոնց որ ենթագիտակցորեն տպավորություն լինի, որ դա նորմալ չի, կոպիտ ասած։ Եվ դրա համար երբ որ կինը խելացի է լինում, դա պետք է ասենց մատուցել, համաձայն չեք, որ այդտեղ էլ մի քիչ դուք այդ արտահայտության մեջ շատ ճիշտ դիտարկում արեցիք, բայց խելացի կինը իմ իդեալն է։ Ես հենց խելացի բառը հատուկ եմ շեշտում, երբ խոսում եմ կանանց մասին։ Ես չեմ հիանում արտաքին գեղեցկություն ունեցող կանանցով, հա, որպես էսթետ, իսկ ես ենթադրում եմ որոշակի էսթետիկ դրսևորումներ ունեմ բնավորության մեջ, ես գեղեցիկ կանանց նկատմամբ, ոնց որ յուրաքանչյուր adekvat նորմալ մարդ, համակրանք ունեմ, վերաբերմունք ունեմ, հիացմունք ունեմ, բայց ինձ համար էտալոն խելացի կինն է։ Նկատել եք, երբ կինը սկսում է խոսել, դուք մի քիչ հետո էլ չեք նայում այդ կնոջ դեմքին, դուք լսում եք ինչ է ինքը ասում։ Եվ երբ որ ես օգտագործում եմ խելացի կին եզրույթը, ես դա երբեմն շատ դիտավորյալ եմ անում, որպեսզի աղջիկների մոտ վերացնեմ հնարավորինս այդ օբյեկտայնության մտածողությունը եւ մտցնեմ սուբյեկտայնության մտածողությունը։ Մեր մոտ աղջիկներն ինչի է տեն առաջինը ասոցացվում։ Գեղեցիկ աղջիկ, չէ, խելացի աղջիկ, հետո մնացած ամեն ինչը կյանքի հետ կգա։ Ես ես վստահեցնում եմ շատ ներողություն, նույնիսկ էսթետիկ տեսանկյունից ամենաոչ ընկալելի դեմքը, եթե խելացի է, 30 տարեկանից հետո դա ձեր տեսած ամենագեղեցիկ կինն է լինելու։ Իսկ խելացի չափանիշը ձեզ ո՞րն է, թե կարճ, ոնց հասկանանք մարդը խելացի է, թե ուղղակի շատ գիտելիքներ ունի։ Եթե մարդը խոսում է տրամաբանական եւ պարզ։ Շատ կարդացած մարդիկ մենք ունենք, լավ հիշողություն ունեցող մարդիկ էլ ունենք, բայց եթե մարդը չկարողացավ կոնկրետ ինձ պարզ տերմիններով, բառերով բացատրել, թե ինքը ինչ է ուզում ասի, ինձ համար այստեղ կարմիր լույս է արդեն։ Ինքը ուղղակի կարդացած է, ինքը ուղղակի կարդացած է, ինքը շատ աշխատասեր է, ինքը շատ լավ անգիր է արել, բայց ինքը չի կարողանում տրամաբանի։ Այդ գիտեք ինչի է նման։ Ոնց որ մարդը ուտի սնունդը ու չմարսի, ինչ կլինի այդ մարդու հետ։ Այ վերլուծականությունը մեր մարսողությունն է։ Ու երբ որ ինձ ասում են, դե կանեք տրամաբանական չեն, տրամաբանությունը էլի սեր չունի։ Տրամաբանությունը ոնց որ մկան է, կամ մարզում ես կամ չէ։ Կան մարզված կանայք եւ չմարզված կանայք, կան մարզված տղամարդիկ եւ չմարզված։ Նույնպես տրամաբանությունն է։ Ու կարդալու հետ մեկտեղ կարևոր է, որ մարդը ունենա վերլուծելու կարողություն եւ վերլուծությունը չլինի այսպես կտրտված ու հատվածական։ Կապված ձեր բերած փոփոխությունների հետ, ասացիք առաջին օրը եկել եք, ինտերիեր եք փոխել։ Իսկ ինչ եք փոխել այս շենքում աշխատանքային էթիկայի, աշխատանքային փոխհարաբերությունների մեջ, ինչ որ բան եղել է, որ ասել եք սա հաստատ պետքա
չլինի վստահաբար եւ իմ աշխատակազմի շփումների հետ կապված էլ ես ուզում եմ որ տեսանելի լինի ով է ղեկավարում աշխատակազմը առաջի բանը որը արգելվել է եւ կատեգորիկ արգելված է մինչ օրս դա ներողություն բարես համար բանսարկությունն է կատեգորիկ արգելված չի կարելի բան բասել կատեգորիկ եթե որևէ մեկը որևէ տեղեկատվություն ունի եւ կարծում եմ որ այդ տեղեկատվությունը արժեքավոր է այդ տեղեկատվությունը հասցնելու ինստիտուցիոնալ ճանապարհներ կան պետական կառույցներում հա կան վերադասներ կան գլխավոր քարտուղար կա գլխավոր քարտուղարի տեղակալներ կան օգնականներ խորհրդականներ բայց ամեն մեկը իր ոլորտային հարցերի մասով միջ անձնային բոլոր տեսակի անթույլատրելի դրսևորումները աշխատանքի վայրում մեղմ ասած չեն խրախուսում։ Այսինքն առարկայական ասենք, եթե հիմա մեկը ձեր դուրը բացի ձեր գործընկերներից, աշխատողներից գա ասի Պողոսը այսինչ բանն արել ու ինձ դուր չի գալի, դուք դա ոչ մի ձև չեք խրախուսում եւ առաջին այդ մարդուն եք պատժելու, որ մտել Ես կառաջարկեմ, եթե ասածը ողջամիտ է եւ բամբասանք չի, բամբասանք բառը ինձ թվում է հասկանում եք ինչի մասին, հա, որ քննարկում են մարդու անձը, քննարկում են մարդու ընտանիքը, քննարկում են մարդու միջանձնային կապերը եւ այլն, ես առաջարկում եմ այդ հարցը քննարկել երեքով։ Այսինքն նաեւ այն մարդու ներկայությամբ, ում մասին մենք պատրաստվում ենք խոսել, որովհետեւ ինտուիտիվ ես չեմ կարող ձեզ վստահաբար ասել թե ինչու եմ այդպես կարծում, բայց ես ինտուիտիվ հասկանում եմ մի բան, որ ցանկացած կառուցվածք քանդում է ոչ ինստիտուցիոնալ մոտեցումը։ Իսկ բամբասանքը, որը կարող է թվալ թե այնքան, հա, առօրեական ստից մի բան այսինչի մասին է խոսում գլխավոր դատախազը, բայց բամբասանքը դա այն երևույթն է, որը թունավորում է եւ քանդում է։ Դրա համար արևելքի իմաստունները լավ խոսք ունեն, ասում են բամբասանքը մեռնում է, երբ հասնում է իմաստուն մարդու ականջին։ Էլ ավելի իմաստուն մարդիկ ասում են, որ որոշում կայացնողը երկու ականջ պիտի ունենա։ Յուրաքանչյուրը մի կարծիք լսելու համար, եթե երկու կողմի դատավարություն է իրականացնում, հա, երկու կողմի առարկադատում։ Դրա համար այդ միակողմանի ստվերային շփումները առաջի բանն է, որը կատեգորիկ արգելված է, ես չեմ խրախուսում, ու դա գիտեն։ Ես չեմ պնդում, որ դա չկա, որովհետև ցանկացած բացասական երևույթ միշտ ստվերում պահկված գոյություն ունի, բայց առնվազն դա որոշիչ չի կադրային նշանակումներում դա որոշիչ չի, իմ կողմից որոշումներ կայացնելում դա որոշիչ չի, ընդհանրապես համակարգի գործունեության առումով, այդ եղել է շատ կատեգորիկ։ Արևելքի իմաստունների հետ կապված ես նայում եմ ձեր հարցազրույցներից մեկը հանրային հեռուստաընկերությանը 7 տարի առաջվա։ Ու մի քանի թեմա կա, կուզեի 7 տարի անց հասկանանք փոփոխություններ կան այդ թեմայում, թե չէ։ Ուրեմն այդտեղ ասում եք, որ տանը դուք հիմնական խոհանոցում չեք լինում, բամերա չեք պատրաստում։ 7 տարի անց բան փոխվել է։ Ավելի է խորացել իրավիճակը դեպի վատը, որովհետև հիմա էլ չեմ հասցնում։ Հա։ Իրականում էլի սննդի մեջ ես էսթետիկան սիրում եմ, կան որոշակի բաներ, որոնք ես եթե չեմ սխալվում այդ հարցազրույցի ժամանակ էլ խոսեցինք, ինչ որ քաղցրավենիքներ կա, որ ես կպատրաստեմ, որոնք հիմնականում բարդ են, որտեղ ինձ հետաքրքիր է։ Հիմա ուղղակի չեմ հասցնում։ Update չկա ընդհանրապես։ Ոչ մի տեսակ ավելի վատ է իրավիճակը։ Հասկացա։ Մյուսը կապված սուֆիզմի հետ։ Հա։ Դեռ ուսումնասիրում եք սուֆիզմ, կարդում եք, թե օրինակ կավա, չգիտեմ, 7 տարվա մեջ ինչ-որ էական բան փոխված լինի։ Սուֆիները հիմա շատ կվիրավորվեն, եթե մենք այդ իզմը շարունակենք իրանց հետ կապված օգտագործել։ Սուֆիների աշխարհայացքի հետ կապված մի կարևոր բան կա, որ ինձ մինչև օրս գրավում է։ Իրենք իզմ չունեն։ Եվ այդ իզմի բացակայությունն է թույլ տալիս, որ այդ իմաստնությունը դարերի խորքից գա ու գետի նման հոսի։ Եթե մենք մի քիչ հետո մոտենանք իմ գրապահարանին, այստեղ շատ փոքր հատվածներ կան այն գրքերի, որոնք ինձ ուղեկցում են, ինչպես թալիսմանը, որը ինձ հետ եկավ այստեղ, այնպես էլ գրքերը, որոնք ինձ հետ եկել են այս աշխատասենյակ պահարանի հետ միասին, դրանք սուֆիների իմաստնության կտորներ են պարունակում, որոնք այդ հոգեկան սուր իրավիճակներում, իսկ իմ կյանքում հիմա դրանք շատ են լինում, Դե բնականաբար պաշտոնը ենթադրում է անդադ լարվածություն եւ ներքին հոգեկան հավասարակշռությունը անընդհատ առողջ ու կայուն պահելու մարտահրավեր այդ գրքերն ու իմաստնությունը ինձ դարերի խորքից գալիս են ու օգնում են։ Դա ձեր հակաստրեսն է, կարելի ասել։ Իմ հայո հոգեկան հավասարակշռությունը վերագտնելու կարողությունն է, մի հեղինակ, ում ես շատ եմ կարդում, շատ եմ սիրում, կարելի այդպես ասել, ով այլևս չկա, համեմատում էր իմաստնությունը չորացրած համեմունքի հետ։ Ասում էր, չոր համեմունքը հոտ չունի, բայց հերիքա դու մի փոքր ջուր լցնես իր վրա, ինքը տարածվում է չէ ամբողջ թարմությամբ սենյակում։ Նույնիսկ իմաստնությունն է, որ
պահված է սուֆիների առակներում։ Իրենք այդ չոր հոտ չունեցող շատ թեթև սուբստանցիաներն են, որոնք ճիշտ պայմաններում, եթե ջուր լցնես, դառնում են կենսափորձ, կենսակերպ, իմաստուն որոշում, խելացի քայլ, անսպասելի քայլ, շատ հաճախ ստրատեգիական քայլ, եւ պետք չի արհամարական վերաբերվել այն իմաստնությանը, որովհետեւ մինչ մեզ ապրած խելացի մարդիկ շատ բան են թողել։ Պետք է հասցնել այդ աղբյուրից ջուր վերցնել։ Եվ կապված ձեր հոբիների հետ, նկարչությունը հասկացանք, որ դեռ ուժի մեջ է մեկ նույնիսկ կիրառում եք։ Հիանում եմ լուրջ պոետներով, էլի արևելքի պոետներով եւ շատ քննադատաբար եմ վերաբերվում ցանկացած հանգավորման։ Ամեն մի հանգավորում չի պոեզիա։ Հա, գեղեցիկ հանգավորումներ կան, բայց դրանք պոեզիա չեն, պոեզիայի մեջ իմաստնություն պիտի լինի եւ ոչ թե էմոցիա։ Իսկ ում խորտ կտակ կարդը բասի ռումից ենթադրում եմ Ուզում ասեի ռումի։ Ես ենթագիտակցորեն հասկացա։ Ուղղակի տարածված է հիմա ցանկացած սոցիալական կայքում ռումի կողմից ասված ու չասված ցիտատներ կան։ Ես այդ ցիտատներից շատ եմ վախենում, որովհետեւ դրանք էլի բսկտված աշխարհայացք են ձևավորում։ Այսօր նկատել եք մեր աշխարհայացքը, որ մեկին հարցնում ես աշխարհայացք ունես թե չէ, քիչ ամնում կռիվանի հետ, այդ նույնն է ոնց որ ասես անհատականություն ունես թե չէ, բայց իրականում մեր աշխարհայացքը հիմա շատ վտանգված է, որովհետեւ ձևավորվում է այդենց կոնտեքստից կտրված ցիտատներով։ Հիմա նույն ռումին ես վստահ եմ, որ այն ամեն ինչ որ մենք կարդում ենք, ոչ թե վստահ եմ, այլ կարող եմ պնդել, որ մեծ մասը ինքը չի ասել։ Հաֆեզ կարելի է կարդալ, ցանկացած, ուղղակի մտնել գրախանութ, կխնդրեմ գրախանութ, որովհետև տպագրությունը թույլ չի տալիս կեղծել, ցանկացած արևելքի բանաստեղծ։ Եվ արևելքի բանաստեղծները այսօր բնավ կրոնի մասին չեն։ Արևելքի բանաստեղծները թաքնվել են կրոնական դոգմայի տակ, բայց իրենք համամարտկային արժեքների մասին են ու հրաշալի թարգմանություններ ունենք, անպայման չի ռուսերեն, անգլերեն կամ պարսկերեն կարդալ, հայերեն էլ շատ լավ թարգմանություններ ունենք։ Պարերի հետ կապված այնպես կարճ էլ հասկանանք, խորեոգրաֆիան, այդ էլ էլի վիճակը շատ վատացել է, որովհետև դե 12-13 ժամ լինել աշխատասենյակում ու այստեղ չունենալ այդ բոլոր հարմարությունները բնականաբար իրավիճակը բարդացնում է, բայց որոշակի պահերի, երբ ես այդ մի քանի րոպեն ունեմ, դա գնում է այդ վարժությունները կրկնելուն, էլի իմ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ու վերագտնելու համար, որովհետև նենց ոնց որ դու չես սպասում, մտածողության մեջ կան բաներ, որ սենց դուրս են գալիս հարցից, օրինակ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, ես պատասխանում եմ ու չեմ էլ մտածել այդ ձեր հարցերի մասին երբեք, նույնիսկ բալետը շարժում է մկաններ, որոնք դու չգիտես, որ իրանք գոյություն ունեն, եւ ծանր իրավիճակում դիմացկունությունը հենց այդ մկաններն են ապահովում, որ չհոգնես, ինձ հաճախ ասում են ինչ ես անում, որ չես հոգնում, ուղղակի կոփված եմ, ուղղակի ֆիզիկապես կոփված եմ։ Տիկին Վարդապետյան, ես գիտեմ, որ ձեր բերած նորություններից է նաև այստեղ գործող թանգարանը։ Եթե ոչ ձեր բերած, բայց փոփոխությունները ձեր օրոք են տեղի ունեցել թանգարանում, ես կառաջարկեմ նաև թանգարանը տեսնենք, հետաքրքիր ինչ նմուշներ կան ու այնտեղ էլ մի քիչ զրուցենք։ Սիրով ես ցույց կտամ թանգարանը։ Թանգարանը իմ էլի ժառանգությունն է, ես չեմ հիմնադրումը չէ, բայց փոփոխությունները։ Բայց մենք աշխատել ենք էլի որ թանգարանը պատմի դատախազության մասին, որովհետև դատախազությունը այս տարի արդեն 107 տարեկան է դառնում եւ մենք ուզում ենք որ 107-ամյա պատմությունը երևա։ Այս թանգարանն է։ Սա թանգարանն է, սա մեր թանգարանն է, որը պատմում է դատախազության 107-ամյա պատմությունը։ Առաջին բանը, որ նկատում եք, դա դատախազների դիմանկարներն են, որը առաջին հանրապետությունից սկսած մինչ իմ նախորդ տասնամյակների դատախազների լուսանկարները կան եւ մենք հատված ենք առանձնացրել, որպեսզի շարունակականություն լինի։ Բայց ձերը դեռ չկա լուսանկարում ոնց որ։ Դե ասում եմ, սա դեռ պետք է վաստակել։ Այսինքն պաշտոնավարումից հետո չեք ուզում որ լինի։ Չէ, այդ պարապինքնահիացումը։ Մի քիչ էլ ավելորդ համեստություն է, որ էլի Համեստությունը երբեք ավելորդ չի։ Եկեք ձեզ պատմեմ մենք ինչ ունենք այստեղ։ Մեր պահարաններից ամեն մեկը որոշակի տրամաբանությամբ է կառուցված, եթե սկսենք այստեղից, սա 90-ամյակից մեր ունեցած նշխարն է, այսպես ասած, որովհետև համարյա ոչինչ չունեինք 90-ամյակից պահպանված, 100-ամյա
100-ամյակի տոնակատարությունների վերաբերյալ մեր վկայություններն են, բոլոր շնորհավորանքներն են, որոնք այտենց հոբելյանական առիթներով են մեզ տրվել։ Այստեղ բոլորը գլխավոր դատախազին ուղղված նվերներն են, մինչ նվերների հայտարարագրումը էլի ամեն ինչ պահվում էր այստեղ։ Ոչ մի բան ձեզ չեք պահում։ Չէ։ Իսկ եթե ինքը այնպեսի նվեր է, որ շատ հանգիստ կարք, այսինքն օրինակ շարֆը։ Շարֆ օրինակ, հա։ Բայց դա նվիրված չի Աննա Վարդապետյանի, դա նվիրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին։ Եվ գերազանցում է այն չափը, որը որպես նվեր թույլատրելի չի։ Հա, այդ խնդիրը կա։ Ինձ թվաց եթե չի գերազանցում, մեկը ստեղ։ Անկեղծ ասած, եթե չի էլ գերազանցում, միևնույնն է այստեղը։ Որովհետև էսա ես ձեզ ցույց կտամ, էլի նվերներ ունենք անցյալ տարի ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների հավաքից։ Ես նախընտրում եմ ինստիտուցիոնալ հիշողության համար ամեն ինչ պահել այստեղ։ Իսկ դա նվիրողի համար մի քիչ չեմ ուզում ասեմ այդ բառը, բայց երբ վիրավորական չի կարա լինի, օրինակ ինքը ձեզ բերել բաժակա նվիրել եւ շատ ուզում որ դուք այդ բաժակով տանը թեյ խմեք, բայց դուք չեք անում այդ։ Նախ եվրոպացի գործընկերների համար տարօրինակ չէ, որովհետեւ իրենք էլ ունեն եւ նվերների հայտարարագրման գործընթաց ունեն եւ իրենք էլ եթե առիթ լինի գնաք որևէ դատախազություն կտեսնեք այսպես պահարաններ նույնիսկ միջանցքներում կան, մեզ մոտ էլ 5-րդ հարկում կա, որտեղ պահվում է այդ հիշողությունը նվերների հետ կապված, ոչ մի բան անձնական չի ընդունվում։ Այստեղ առանձին մեր էլի գործընկերների խորհրդանիշներն են, որոնք իրենք նվիրում են, այստեղ միջազգային քրեական դատարանը կարծում եմ տեսանելի է ձեզ համար անցյալ տարի ամեն ինչ պահվում է այստեղ հասկացա նույնիսկ DVD-ները տեսա հա DVD-ները դատախազության հա դատախազության էլի բանկավոր վաղուց չեք տեսել հիմա ցույց կտամ DVD-ները դատախազության դպրոցի ուսումնական նյութերն են որոնք ավելի քան 10 տարի առաջ են մշակվել մենք կարծում ենք որ շատ կարևոր է որ էլի ուսանողները ովքեր գալիս են դատախազություն տեսնեն որ սա էլ է եղել այսինքն սա եւս մեր պատմությունն է էլի թանգարանների մասով պետք է ուշադրություն դարձնել որ թանգարանը չվերածվի անպետք իրերի կույտի թանգարանը պետք է լինի այդ անտիկ եւ իմաստ ունեցող, պատմություն ունեցող գույքի հավաքատեղի։ Սա ում սեղանն է, ինչ սեղան է։ Սա գլխավոր դատախազի սեղանն է եւ մենք փորձել ենք մաքսիմալ, մինչ մեզ փորձել են վերարտադրել բոլոր եթե նայեք, այստեղ հեռախոսները կան եւ տարբերվում էին իմ սեղանի հեռախոսներից։ Չէ, գլխավոր դատախազի այսինքն ում։ Մինչեւ Հենրիկ Խաչատրյան։ Հա։ Մենք փորձել ենք մաքսիմալ պահպանել են ամեն ինչը, ինչ եղել է մինչ 2000-ականները, այսինքն մինչ մեր օրեր։ Սա ԱՊՀ գլխավոր դատախազների մեր անցյալ տարվա միջոցառման մի ամբողջ պահարան նվերներն են եւ կտեսնեք այստեղ բաներ կա, որ արժեքը էլի չի գերազանցում, բայց գտնվում է թանգարանում։ Կապված այս նմուշների հետ ընդհանրապես դատախազության շուրջ աուրայի, հա, մենք սա կադրից դուրս էլ խոսեցինք, բայց կուզեմ նաեւ կադրում պես կարճ քննարկենք դատախազությունից, օրինակ անձամբ դուք կգերադասեք մաքիավելիական հարց եմ տալի, կուզեք ավելի շատ հարգեն այս կառույցը, թե վախենան, կամ անձամբ ձեզնից գերադասում եք, որ ձեզնից վախենան, թե ձեզ հարգեն։ Ես կուզենամ, որ վստահեն։ Լավ։ Վստահությունը եւ հարգանքի մասին է եւ ակնածանքի մասին է։ Ես վախ բառը չեմ սիրում, վախը մի քիչ ավելի բնազդային, հա, մի քիչ ավելի կներեք կենթանական երևույթ է եւ վախը ամեն ինչի արգելափակումն է։ Իսկ ակնածանքը դա հարգանք է, դա պատիվը, դա արժանապատվությունը, դա շատ ավելի վեհ մարդկային երևույթներ են, քան զուտ սովորական այդ կենթանական վախը։ Դրա համար վախի գործոնից ես փորձում եմ ձեռնպահնել, իհարկե լինում են իրավիճակներ, որ պաշտպանելու համար ստիպված ես նաև վախեցնել հարձակվողին, քեզ պաշտպանելու չէ, այլոց պաշտպանելու համար, բայց մենք աշխատում ենք մեր իմիջը ձևավորել վստահության եւ հարգանքի վրա։ Իսկ ձեր կարծիքով կան մարդիկ ձեր կյանքում, որ վախենում են ձեզանից։ Նկատել եք ինչ-որ։ Ես աշխատում եմ այդպես չլինի, բայց հավանաբար կլինեն։ Հավանաբար կլինեն, որովհետև ես որոշակի երևույթների հանդեպ սուր արձագանքելու հատկանիշներ ունեմ։ Հիմնականում հայացքս է սառում։ Հա, ես աշխատում եմ այդ հայացքը չօգտագործեմ եւ ուշադիր լինեմ, բայց կան իրավիճակներ, որ ես կարող եմ կոպտել, դրա համար աշխատում եմ շատ ուշադիր լինել, որ չկոպտեմ հանկարծ եւ այդ վախը ձայն բարձրացնել բան չէ, բայց հայացքով։ Եթե գոռացիր, արդեն պարտվել ես։ Գոռոցը միշտ պարտության մասին է, գոռոցը միշտ վախի մասին է։ Հարվածը միշտ վախի մասին է։ Դուք նկատել եք, խփում են, կռվում են թույլերը։ Առաջինը պաշտպանվում են ուժեղները, ինքնավստահները եւ պաշտպանվում են այնպես, որ հարձակվողին
չկործանեն։ Դե լինում են իրավիճակներ, որ պետք է հարցարկվես։ Վստահաբար։ Ամեն ինչ կյանքում ինչ որ ասում եմ, sense կատեգորիկ չհասկանանք, ես ուղղակի ուզում եմ այն իմիջի մասով խոսել, որ ես ուզում եմ դատախազություն ունենա։ Ծանրակշիռ, հարգալից, զուսպ, բայց միաժամանակ ակնածանքի արժանի ու վստահության արժանի, այո, վստահությունը այդ շատ նուրբ ու միաժամանակ շատ կարծր երևույթ է։ Նուրբ է, որովհետև մի անշնորհ բանից կոտրվում է, կարծր է, որովհետև վրան կարող ես աշտարակ կառուցել։ Այստեղ տարբեր հին իրեր կան, մենք էլի կադրեսից խոսացինք, այդ լայֆ հակը նորից կասեք, կապված վերնիսաժ կամ նման տեղեր գնալու հետ, որ եթե ուզում ես գնաս ու ինչ-որ հին հետաքրքիր առարկ առնես, ինչ պետք է անես։ Այդ տարիների ընթացքում ձևավորված հմտությունա ձեռք բերելու գանձ աղբի միջից ներողություն, հա, այդպես եմ ասում, օրինակ հին քրեական վարույթը, որը դուք այստեղ տեսնում եք, սա վստահաբար ոչ մի ուրիշ տեղ չեք տեսնի, եւ սա ես ուղղակի փոշու եւ աղբի մեջից եմ հայտնաբերել եւ գնել եմ կոպեկներով, որպեսզի կարողանամ մեր վերնիսաժից։ Իսկ վերնիսաժում ինչ-որ մեկը ծախում էր ինչ որ մեկը ծախում էր իր պապիկի արխիվները, հավանաբար պապիկը ժամանակի երևի այդ արխիվները չէր հանձնել, մի խոսքով հիմա որ սկսենք քննարկել, բնականաբար հետ մահու պապիկին մի հուդված պիտի, բայց դրա փոխարեն ուղղակի շնորհակալ կլինեք, որ չեն այրել։ 90-ականներին չեն այրել, հավանաբար ընտանիքը տաքացնելու համար ու ափսոսում եմ, որ իհարկե երևի թորները չեն հասկանում, թե ինչ կյանքի պատմություն է դա, բայց ուրախ եմ, որ մեր թանգարանում այս ամեն ինչը կա։ Այս լայֆ հակը ոնց ճիշտ գնումներ անել։ Լայֆ հակը ձևավորվում է կյանքի ընթացքում մհեր, դա ձևավորվում է գեղեցիկին նայելու սովորությամբ։ Հաճախ պետք է գնալ թանգարաններ։ Երբ որ դու հաճախ գնում ես թանգարաններ, տեսնում ես գեղեցիկ առարկաներ, դու գեղեցիկ առարկան ցեխի մեջ էլ կնկատես։ Այսինքն այդ արտաքին փայլը քեզ չի խափի, դու կտարբերես սա իրական է թե աղբա, բայց դրա համար աչքդ պիտի սրված լինի, այսինքն դու պետք է գեղեցիկ բաներ շատ տեսած լինես, շատ պիտի ճանապարհորդես եւ ճանապարհորդես ոչ թե տուրիստի նման, այլ ոտքով քայլելով, հոգնելով եւ ճանապարհորդելուց անպայման տեսնես մշակույթը։ Հասնում են ինչա պետք գնալ թանգարան։ Թանգարան պետք է գնալ սիրուն բաներ տեսնելու եւ սիրունը հասկանալու համար։ Մեկ էլ ասեք որ առավոտ 6-ին։ Առավոտ 6-ին շատ շուտ, եթե վերնիսաժի մասին ավելի հետաքրքիր բաներ ենք տեսնում։ Վստահաբար, որտեղ այդտեղ լինում են մարդիկ, որոնք վաճառում են պատմություն ունեցող իրեր, որոնք հետո հայտնվում են վերավաճառողների ձեռքում եւ սկսում են մանիպուլյացիան գնի եւ ապրանքի հետ կապված։ Տիկին Վարդապետյան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար ու մեր ավանդական հարցը, ինչի համար այս կառույցից մարդուն կհեռացնեք աշխատանքից առանց վարանելու։ Անազնիվ արարքի համար, որը կդրսևորվի այլոց ճակատագրի վրա ազդեցությամբ։ Մարդը կարող է սխալվել։ Ես սխալը ներելու հատկություն ունեմ եւ շատ հաճախ ինձ ասում են չափազանց համբերատար ես, երբեմն դա թուլություն է ընկալվում։ Բայց ես համբերատար եմ, որովհետեւ ես չեմ ուզում անարդար լինել մարդու հանդեպ։ Բայց եթե մեկը կանի դիտավորյալ կանի այնպիսի արարք, որը մեկ ուրիշի ճակատագրի վրա կազդի, հայդա չեմ ների։ Իմը կներեմ, ուրիշինը չէ։ Շատ շնորհակալ եմ։